Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման TRIP ծրագրի ընթացքը։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտարարել է միջազգային տենդեր, որով Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան կապող մայրուղին պետք է փոխարինվի 4 գոտիով և թողունակության բարձր մակարդակով նոր ճանապարհով։ Զինված ուժերի գշպետ Էդվարդ Ասրյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդին, վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում գործակցության առնչվող հարցեր։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Գետահովիտ գյուղում 19-ամյա Էրիքսն ընկել է Խաչաղբյուր գետը։ Մինչ կժամանային փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել նրա մարմինը։ Շաբաթվա քրեական քրոնիկոն է։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը նոր փուլ է մտնում։ The Wall Street Journal-ը գրել է Տրամպի դեմ Իրանի հնարավոր մահափորձի ծրագրի մասին, ինչից հետո Միացյալ Նահանգների նախագահը Թեհրանին սպառնացել է հազարավոր հրթիռների հարվածներով։ Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։ Իշխանությունները հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի 4 շրջաններին հասցված հարվածների մասին։ Վերջին տվյալներով տուժել է 11 մարդ, այդ թվում 11-ամյա տղա։ Օրվա միջազգային անցուդարձը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման TRIP ծրագրի ընթացքը։ Կողմերը կարևորել են նախաձեռնության դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում, պայմանավորվելով շարունակել սերտ գործակցությունը նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։ TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը, բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և մարզերի մրցունակությունը։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն էլ հայտարարել է միջազգային տենդեր, որով Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան կապող մայրուղին պետք է փոխարինվի 4 գոտիով և թողունակության բարձր մակարդակով նոր ճանապարհով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով։ Նոր մայրուղիները կսկսվեն Ռուսթավիի քաղաքից և կկառուցվեն Կարմիր կամրջի և Սադախլոյի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դկոտինիին և պաշտպանության հարցերով կցորդ փոխգնդապետ Արնո Էլիին, վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլիին է հանձնել պաշտպանության նախարարի հրամանով շնորհված ռազմական գործակցության համար մեդալը, շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում գործակցության առնչվող մի շարք հարցեր։ Բաքվում հայ գերիների դատավարության նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստին սկսված ելույթը։ Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի պաշտպանները, որոնք դատարանին խնդրել են բեկանել դատավճիռը և արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին։ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Բարերա Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր միեդում գործընթաց սկսելու համար։ Մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ պարոն Վարդանյանի կողմից չի իրականացվել։ Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակվել է որպես ահաբեկություն կամ հարակից այլ հանցագործություններ, մինչդեռ չի կարող լինել պատիժ առանց օրենքում հստակ նախատեսված արարքի, ասել է Սահակյանը։ Հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 14:50-ի սահմաններում Իջևանի Հրշեջ փրկարարական ծառայությունը հազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։
Մինչ կժամանային փրկարարները քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Ս-ի մարմինը։ Նախնական տեղեկություններով նա անզգուշաբար վայր է ընկել եւ գլուխը հարվածել քարերին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշանի տեղեկություններով ջրահեղձ եղած տղան Պաշտպանության նախարարության Պաշտպան հայրենյաց ծրագրով պայմանագրային զինծառայող էր։ Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 23:45-ի սահմաններում ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծ կրտուկ եւ վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, որից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի, սակայն նրանցից երկուսի փախուստը կանխվել է։ Դեպքի վայրից հարակից տարածքում հայտնաբերվել են նաեւ 2 Toyota եւ 1 Mercedes Magnus-ի ավտոմեքենաները։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր։ Շաբաթվա քրեական քրոնիկոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի եւ Էդմոն Մարուքյանի դեմ պահանջելով հերքել իր մասին իր գնահատմամբ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հայտարարությունները, հրապարակային ներողություն խնդրել եւ վճարել դրամական փոխհատուցում։ Սոֆիա Հովսեփյանի դեպքում վարչապետը պահանջում է 2 միլիոն դրամ վիրավորանքի եւ 4 միլիոն դրամ զրպարտության համար, կապված ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ նրա հայտարարությունների հետ։ Էդմոն Մարուքյանի դեմ հայցը վերաբերում է նրան ընտրակեղծարար անվանելուն, սակայն հայցի ամբողջական պահանջը դեռևս հրապարակված չէ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը եւս 2 ամիս կմնա տնային կալանքի տակ։ Հիշեցնենք, դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը եւ գրավ։ Սյունիքում Գորիսի քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում վնասելով 3 տարեկան երեխայի։ Նրանք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն, մեկի վիճակը ծանր էր գնահատվել։ Շտապօգնության մեքենայով հիվանդանոց հասած տղամարդու վիճակը դեռևս ծանր է, գայլը նրա դեմքի նույնիսկ ոսկրերն է վնասել։ Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած տղամարդու վրա գայլը հարձակվել է քարահունջի իր տան բակում, որդին բահով մոտակայքում է եղել եւ այդպես է նրան հաջողվել փրկվել։ Հաղորդվում է, որ բոլոր տուժածները հսկողության տակ են, ստացել են կատաղության եւ փայտացման դեմ պատվաստումները։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնաս Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Արեգնաս Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել է։ Մեղադրյալի աթոռինը պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը, նա մի քանի հոգու հետ հանցակցությամբ Ծաղկաձորում ապօրինի տիրացել է 1.3 հեկտար հողատարածքի։ Մեղադրյալների թվում է Ծաղկաձորի նախկին համայնքապետը։ Հուլիսի 8-ին Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկներում ակցանենք ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալել եւ իր վարած Ford Magnus-ի մեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության ներեբուն ու բաժին են տեղափոխել Նոր Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։ Զննությամբ մեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում կար 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին։ Տղամարդն ընդունել է, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով, իրավապահները նույն օրը ձերբակալել են նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ էլ 31-ամյա տղամարդը վերցրել էր թմրամիջոցները։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Նախուրյանի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ իրացման դեպքեր։ Մասնավորապես օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանները նկատել են մի անձի, որն ավտոմեքենայով թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում։ Կասկածյալը տեղում ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանություն։ Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող 68 հողամասերում 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, իսկ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից դադարեցվել է 2 պայմանագիր։ Ապամոնտաժվել են մասնավորապես Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան 1905 մետր բացարձակ նիշից ցածր հատվածի պարիսպներն ու թեքահարթակը, Հայաստանի Հանրապետության
Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու Ապոլինի կառուցած առանձնատունը, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր Ապոլինի կառուցված քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Գրիգորյանի Ապոլինի կառուցված քոթեջը, Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան 1905 մետր բացարձակ նիշից ցածր հատվածի պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը նոր փուլ է մտնում։ Իրանական աղբյուրները հայտնում են Չաբահար նավահանգստի կառավարման կենտրոնի վնասման մասին, Վաշինգտոնը հարվածները կապում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների հետ, իսկ Թեհրանը պնդում է պատասխանել է Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով։ Միաժամանակ The Wall Street Journal-ը գրել է Թրամփի դեմ Իրանի հնարավոր մահապորցի ծրագրի մասին, ինչից հետո Միացյալ Նահանգների նախագահը Թեհրանին սպառնացել է հրթիռային հարվածներով։ Իրանի Չաբահար նավահանգստում ծովային երթևեկության կառավարման կենտրոնը վնասվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով։ Իսնայի տվյալներով միջադեպը չի խաթարել նավահանգստի աշխատանքը եւ նավերի երթևեկությունը շարունակվել է առանց ընդհատման։ Հուլիսի 8-ին եւ 9-ին պայթյուններ են գրանցվել Իրանի մի շարք քաղաքներում եւ շրջաններում, այդ թվում Բադար Աբասում, Ջասկաում, Սիրիկում, Չաբահարում եւ Բուշեհրում։ Իրանական կողմը հայտնել է նաեւ զոհերի մասին։ Իրնայի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի անդամ Մուհամմադ Ռեզա Խազինին։ Վաշինգտոնը հարվածները կապում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների հետ։ Ամերիկյան կողմը Թեհրանին մեղադրում է միջազգային ջրային ուղում առևտրային նավերը թիրախավորելու եւ պայմանավորվածությունները խախտելու համար։ Իրանն էլ հայտարարել է պատասխան գործողությունների մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պնդմամբ հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ են հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Լրատվամիջոցները հաղորդում են նաեւ Հորդանանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների մասին, մասնավորապես Մուվաֆակ Սալթի ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր։ Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը ավարտված է։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը համաձայնել է շարունակել բանակցությունները, քանի որ ըստ նրա այդ խնդրանքով դիմել է Թեհրանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել բանակցությունները։ Մենք համաձայնել ենք, բայց Միացյալ Նահանգները հստակ հայտնել է նրանց, որ հրադադարը ավարտված է։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հղումանելով աղբյուրներին գրել է, որ Իսրայելն Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխանցել է հետախուզական տվյալներ Իրանի կողմից Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր նոր մահապորցի ծրագրի մասին։ Թրամփն արձագանքելով տեղեկությանը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի սպանել իրեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները կպատասխանի հրթիռային հարվածներով։ 1000 հրթիռ պատրաստ է եւ ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հրամաններն արդեն տրված են եւ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են, եթե Իրանի կառավարությունը փորձի սպանել Միացյալ Նահանգների գործող նախագահին։ Թեհրանն իր հերթին Վաշինգտոնին մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները խախտում է փոխըմբռնման հուշագրի դրույթները։ Արաղչին հատկապես մատնանշել է նոր պատժամիջոցները։ Իրանը մինչև այս պահը պահել է իր խոսքը։ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները հերթական խախտումն են եւ հակասում են հուշագրի 9-րդ կետին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումներ են կիրառվել իրանական արժույթի փոխանակման մի քանի ընկերությունների, ֆինանսական կառույցների եւ անշարժ գույքի ոլորտում գործող միջազգային ընկերությունների նկատմամբ։ Ամերիկյան կողմի պնդմամբ այդ կառույցներն օգտագործվել են պատժամիջոցները շրջանցելու եւ Իրանի պետական ու ռազմական շրջանակների ֆինանսական գործարքներին աջակցելու համար։ Իրանում էլ սպառնում են պատասխանել նոր հարվածներին։ Իրանի խորհրդարանի խոսնակ եւ գլխավոր բանակցող Մուհամմադ Բաղիր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է լիակատար պաշտպանության, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները խախտի ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը։ Եթե Միացյալ Նահանգները դավաճանի ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրին, Իրանը պատրաստ է լիակատար պաշտպանության։ Այս պատերազմը չի ավարտվելու Թեհրանի հանձնվելով։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մուհամմադ Բաղեր Զոգլադն էլ զգուշացրել է Իսրայելին չմիանալ ամերիկյան հարվածներին։ Նրա խոսքով Իրանի ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում կստանա համարժեք պատասխան։ Այս ամենին նախորդել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման փոխըմբռնման հուշագիրը։ Այն ստորագրվել էր պատերազմական գործողություններից հետո եւ պետք է հիմք դառնար հետագա բանակցությունների համար։
Հուշագրով նաև նախատեսվում էր, որ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեին Հորմուզի նեղուցով, սակայն Հորմուզի հարցը դարձավ նոր հակասությունների կենտրոն։ Թեհրանը պնդում է, որ իրավունք ունի վերահսկել նեղուցով անցնող նավարկությունը եւ վճարներ գանձել մատուցված ծառայությունների համար։ Վաշինգտոնն ու Պարսից ծոցի նրա գործընկերները հակադարձում են, նեղուցը պետք է բաց լինի, ազատ եւ անվտանգ նավարկության համար։ Իդեպ Axios-ը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել Շվեյցարիայում, սակայն Իրանը հերքել է հաջորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նոր բանակցությունների նախապատրաստման մասին տեղեկությունները։ Ֆարսի փոխանցման պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ նման հարցերի վերաբերյալ հավաստի տեղեկությունը կտրվի միայն պաշտոնական աղբյուրներով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, իշխանությունները հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի 4 շրջաններին հասցված հարվածների մասին։ Վերջին տվյալներով տուժել է 11 մարդ, այդ թվում 11-ամյա տղա։ Հարվածներին հաջորդել են հրդեհներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, թե հարձակումների թիրախները անօդաչու թռչող սարքերի արտադրությունում ներգրավված ռազմական արդյունաբերական ձեռնարկություններն էին։ Նշենք, որ ռուսական զինուժը վերջին 10 օրերին արդեն երրորդ անգամ է բալիստիկ հրթիռներով հարձակվում Կիևի վրա։ Նախորդ երկու հարձակումների ժամանակ հուլիսի լույս 2-ի և լույս 6-ի գիշերները ավերվել են բնակելի շենքեր, զոհվել է ընդհանուր թվով շուրջ 6 տասնյակ մարդ։ Միջազգային ուսումնառությունները տեսաշարով։ Մերձ Մոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի առևտրային համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Հրդեհի պատճառների, հնարավոր տուժածների և հասած վնասների մասին տվյալները ճշտվում են։ Մոսկվայում առաջիկա ժամերին սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և ուժեղ քամի։ Օդերևութաբանները չեն բացառում նաև տորնադոների առաջացման հավանականությունը։ Բահամյան կղզիներում Քեսնա 402 թևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ։ Ըստ նախնական տեղեկությունների, օդանավը Նասաուից ուղևորվում էր Սան Անդրոս կղզի, սակայն կործանվել է հյուսիսային Անդորսի շրջանում։ Դեպքից հետո իշխանությունները ժամանակավորապես կասեցրել են Ֆլամենգո Այր ավիաընկերության շահագործողի վկայականը, մինչև վթարի պատճառների պարզումը։ Նույն օրը ընկերության մեկ այլ ինքնաթիռ տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Նասաու և ուղևորների իջեցումից հետո բռնկվել։ Երկու միջադեպերն էլ հետաքննվում են։ Ադրբեջանի մի շարք շրջաններում, այդ թվում Զաքաթալայում, Բալաքենում և Աղստաֆայում հորդառատ անձրևներն ու հեղեղները լուրջ վնասներ են պատճառել։ Տասնյակ գյուղերում ջրասուզվել են տներ, հողամասեր և այգիներ, վնասվել են կամուրջներ, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման գծեր։ Որոշ բնակավայրերում ջրի մակարդակը գերազանցել է 1 մետրը, բնակիչների մի մասը տարհանվել է։ Բալաքենի շրջանում հեղեղումների հետևանքով 1 մարդ զոհվել է։ ՆԱՏՕ-ն ընդլայնում է Բալթյան երկրների օդային տարածքը հսկող ռազմաօդային ուժերի լիազորությունները։ Կործանիչների օդաչուները կկարողանան խոցել օդային տարածքը խախտող և անվտանգությանը սպառնացող անօդաչու թռչող սարքերն ու ռազմական ինքնաթիռները առանց քաղաքական մակարդակով լրացուցիչ թույլտվության։ Ռուսական ուժերը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի բնակավայրերին։ Խարկովի մարզի Վալկի քաղաքում զոհվել է 50-ամյա կին, ևս 3 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի զինուժի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով վերջին ամիսներին Ռուսաստանի հարձակումների ինտենսիվությունը կիսով չափ նվազել է, իսկ կողմերի առաջխաղացման տեմպերը գրեթե հավասարվել են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու հարցում Կիևն աջակցություն ունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում։ Մենք առաջարկություններ ենք արել, թե ինչպես մոտենալ խաղաղությանը։ Աջակցություն ունենք ոչ միայն մեր գործընկերների, այլև Պուտինի մերձավոր շրջապատում։ Նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում և որ խաղաղությունն այլընտրանք չունի, ասել է Զելենսկին։ Թողարկման այս հատվածում Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի ուշագրավ դրվագներն եմ քննարկել Ոսկե ծիրանի հիմնադիր Սուսաննա Հարությունյանի հետ։ Բայեկո Տիկին Հարությունյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Հարությունյան, խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին, հաշված ժամեր եւ քաղաքամար Երևանը եւ ոչ միայն Երևանը, այլև մեր հրաշալի երկիրը Հայաստանի Հանրապետությունը կթևակողի Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում եւ ունենալու ենք հրաշալի օրեր։
Այդ թեմաների մասին ենք խոսելու, բայց մինչ անցնենք բուն 23-րդ միջազգային կինոփառատոնին եւ նրա ուշագրավ դրվագներին, ես կցանկանայի դուք որպես հիմնադիր ստեղծող, հա, ամենասկզբի ակունքներում կանգնած մարդ, որը դուք Հարություն Խաչատրյանը եւ Միքայել Ստամբուլյանը ստեղծեցիք Ոսկե ծիրանը։ Նույնիսկ իր հարցազրույցներից մեկում պարոն Խաչատրյանը նշել է, որ դա ձեր բալիկն է, ձեր ստեղծած երեխան է, որը արդեն 23 տարեկան է, այսինքն դեռահասությունն անցել է, հիմա փթթուն, բուն, ծաղկուն երիտասարդական շրջանում է։ Ինչպիսին է Ոսկե ծիրանը այժմ եւ ինչպես ստեղծվեց այդ գաղափարը։ Մեր բազմաթիվ հեռուստադիտողներ իհարկե գիտեն այդ մասին, բայց շատերն էլ չգիտեն։ Դուք որպես ստեղծող կցանկանայի ավելի մանրամասն եւ հանգամանալից ներկայացնեք ինչպես ծնվեց գաղափարը, ինչու Ոսկե ծիրան եւ ինչպիսին է այժմ Ոսկե ծիրան, արդեն կայացած սուբյեկտ։ Ասեմ, որ ես շատ հպարտ եմ, որ մեր բալիկը, ինչպես դուք ասեցիք, արդեն 23 տարեկան է եւ ես կարծում եմ, որ ես կարտահայտեմ նաեւ իմ գոլեգաների Հարություն Խաչատրյանի եւ Միքայել Ստամբուլյանի կարծիքը, որ երբ որ մենք 2003 թվականին մտածեցինք ստեղծելու մասին կինոփառատոնը, շատ բարդ տարիներ էին, այսինքն խնդիր ուներ ամբողջ հայկական կինո վերածննդի, նորից վերսկսելու կինոարտադրությունը, ամայացել էր ամբողջ ոնց որ կինոյի տարածքը, կինոթատրոնները չէին աշխատում, 15-16 տարեկան պատանիներ կային, որ ընդհանրապես պաստառի վրա, այսինքն էկրանի վրա չէին տեսել կինոն, միայն վիդեոներով, այսինքն մշակույթը ոնց որ վերանում էր, պահանջը կար արդեն հասկացել եւ արդեն պահանջը կար, բայց նաեւ պետքա փնտրեինք ուղիներ, ինչպես լավագույն ձևով բերենք հետ այդ մշակույթը եւ հայկական կինոյի վերածնունդը ինչ որ ձևով մենք նպաստեինք այդ վերածննդի, իհարկե մեր հնարավորությունները հասկանալով հասկացանք, որ կինոփառատոնը լավագույն ձևերից մեկն է եւ ձևաչափը եւ ոնց որ ասած ճանապարհ դրա համար, մանավանդ որ մինչեւ 2003 թվական եւ ես որպես կինոքննադատ արդեն ստեղծել էի բավականի կապեր միջազգային կինոփառատոններում, մասնակցել էի տարբեր ժյուրիներում, միջազգային մրցույթների, Հարություն Խաչատրյանի ֆիլմերը գնացել էին տարբեր փառատոններ, արդեն մրցանակներով հետ էին եկել, այսինքն այդ այսպես ասած նետվորքը փառատոնային կար ու մենք ուզում էինք այս հնարավորությունները օգտագործել եւ հիմնել այստեղ միջազգային կինոփառատոն առաջի հերթին հայկական կինոյի նպաստելու, զարգացմանը նպաստելու եւ զարգ տալու։ Իհարկե անհավատ, այսինքն շուրջը բավականի ոչ դրական մթնոլորտ էր, որովհետեւ ասում են կինո չկա, ինչ փառատոն, միջազգային փառատոն, ինչի մասին է խոսքը, բայց մենք տեսնում ենք այդ տեսլականը կար ու պերսպեկտիվը հավատացինք ու նաև մարդիկ կային, որ մեր կողքը կանգնեցին, սկզբից շատ զուսպ ֆինանսավորումով, շատ համոզելով եւ այլն, իսկ ինչու ոսկե, այսինքն ծիրան, մտածում ենք Հայաստանը ինչ սիմվոլ ունի, բացի նռան գույնից, նուրից, որը շատ, այսինքն հասկանալի էր ու շրջանառված էր, բայց ծիրանը որպես մեր էնդեմիկ պտուղ, էլ չեմ ասում, որ լատիներենով ծիրանը կոչվում է Prunus armeniaca, ու երբ որ գոլեգաներին դրսում ասում ես, որ ծիրանը դա հայկական միրգ է, դա ծնվել է Հայաստանի հետ, նույնիսկ լատիներենում, հին լատինական տեքստերում ասոցացվում։ Շատ խորքային մտածել եւ վերլուծել եք։ Այո, դրանից բացի ինձ համար ու ինձ թվում է մեր բոլորիս համար մեր եռագույնի այդ գույնը ոչ թե օրանժա, այլ ծիրանագույնն է, այսինքն այդ գույնից սկսած, այսինքն այդ ծնունդից ծիրանից սկսած մենք որոշեցինք ծիրան, չնայած շուրջը շատ նաև ծաղրանք ստացանք կամ անհավատալի, բայց հիմա ոսկե ծիրանը արդեն կայացած հստակ սահուն քայլերով առաջ է շարժվում։ Այո, առաջ է
շարժում ու ոչ միայն Հայաստանում գիտեն ոսկե ծիրան, բայց դրսում պրոֆեսիոնալ շրջանակներում ոսկե ծիրանը ճանաչված է, ասեմ նաև այդ առիթը օգտագործեմ կիսվեմ շատ լավ լուրով, որ այս տարի միջազգային պրոդյուսերների ասոցիացիայի կողմից ոսկե ծիրանը ճանաչվեց լավագույն 50 փառատոնների մեջ մտավ, այսինքն պատկերացրեք, որ 5000-ից 8000 երևի փառատոն կա ամբողջ աշխարհում, հրաշալի արդյունք է դա։ Հա, իսկ ոսկե ծիրանը իր պարամետրներով, որովհետև այդ ոչ թե ցանկությունն է կամ որ դու դիմումս ես ստանում ես ոնց որ լեյբլը ասածը, այլ 3 տարվա աշխատանք էր, որ մասնակցում էին, գալիս էին, ստուգում էին, մասնակցում էին արդյոք բոլոր ձևաչափերին մենք համապատասխանում ենք ու որպես տարածաշրջանում շատ մեծ ազդեցություն ունեցող ձեռնարկ, մշակութային ձեռնարկ, կինոձեռնարկ, ոսկե ծիրանը ճանաչվեց 50 լավագույն փառատոնների մեջ։ Հրաշալի արդյունք է։ Տեսեք, հաշված ժամեր եւ քաղաքամար Երևան ու Հայաստանի Հանրապետությունը կընկղմվի ոսկե ծիրանի ճիրաններում, լավ առումով։ Եվ սպասվում է 40 երկրներից 90 փառահեղ ֆիլմեր։ Մի փոքր կցանկանայի մանրամասնեք, ինչպիսին է լինելու 23-րդ միջազգային կինոփառատոնը, որոնք են ամենաուշագրավ պահերը, հայ հանդիսատեսը ինչին ականատես լինի եւ շահագրգռենք, որպեսզի գան եւ դիտեն։ Ուզում եմ սկսեմ նրանից, որ մի քիչ խախտելով մեր տրադիցիան, մենք բացում ենք, այսինքն փառատոնը 12 հուլիսի 12-ից 19-ը, միշտ բացում ենք Կիրակի օրը, բայց քանի որ Վարդավառ է առջևում, այո, բոլորս գիտենք։ Քանի որ Վարդավառը տեղափոխել ենք ու քանի որ Վարդավառը նշվելու է բավականի մեծ շուկով, այո, որպեսզի չխանգարեն։ Այո, այս առումով մեր հյուրերը արդեն ժամանում են, իրանք կմասնակցեն վաղը Վարդավառին, բայց բացումը կլինի երկուշաբթի օրը ժամը 6-ին Համալիրում եւ կբացվի շատ հուշագրավ ֆիլմով Թամարա Ստեփանյանի Արտոյի երկիրը ֆիլմը, որը մի քանի ամիս առաջ բացման ֆիլմն էր Լոկառնոյի շատ փառահեղ փառատոնի, որտեղ որ ֆիլմը դիտվել է մեծ Պիացցա Գրանդայում 8000 հանդիսատեսի կողմից։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, շատ կարևոր է, որ նաև ոսկե ծիրանը այս 23 տարիների ընթացքում զարկ է տալիս համատեղ արտադրության։ Հայաստանը որպես շատ փոքր ֆինանսական ռեսուրսներով երկիր, եթե ուզում է ունենա իր ազգային արտադրությունը, պիտի անպայման համատեղ արտադրության ձևերը, ձևաչափերը զարգացնի ու այդ առումով Ֆրանսիան եւ Գերմանիան լավագույն օրինակներ են ցույց տալիս համատեղ արտադրության, նույն այդ ֆիլմը Արտոյի երկիրը հայ-ֆրանսիական եւ բելգիական համատեղ արտադրություն է, հետաքրքիր հոգեբանական դրամա է, որը նաեւ անդրադառնում է մեր նորագույն պատմությանը, Ղարաբաղյան Արցախյան դեպքերին, Ադրբեջանի կողմից։ Այո, այդ առումով կարևոր շատ ֆիլմ է եւ թեմայի առումով, այո, մեսեջը կարևոր է եւ ֆիլմը ոչ միայն բացման ֆիլմ է, նաեւ ամսի 14-ին կարող եք դիտեք կինոթատրոնում, կինոյի տանը, սա առաջի ոնց որ թե էջն է, բայց ցուցադրությունները սկսում են վաղվանից, այսինքն բացումը վաղը արդեն կինոնայիրիում եւ կինոյի տանը ժամ 11-ից ցուցադրությունները եւ տոմսերը հասանելի են, կարող են on-line ձեռք բերել, բոլոր ամբողջ ծրագիրը դրված է կայքում, կարող եք շատ դյուրին է հասանելի է, ուրեմն իսկ ոնց որ ունենք նաև շատ հետաքրքիր անակնկալներ։ Այո, փառատոնի կողմից, ասեմ, որ մեր նոր
խումբը մեր գոլեգաների, այսինքն Կարեն Ավետիսյան, որը հիմա Ավելի երիտասարդական սերունդ այո, երիտասարդ նոր սերունդը Ոսկե Ծիրանի, որը մեծացել է մեր թևի տակ, այսպես ասած, ու Ձեր արժեքների կրողն են նաև։ Եվ մեր արժեքների կրողն է եւ ստանձնել է հիմա փառատոնի եւ կազմակերպումը եւ զարգացումը շատ հետաքրքիր իդեաներ ունեն ու օրինակ մեր պատվավոր հյուրերից է Մալուֆը, շատ հայտնի շեփորահար եւ որը նաեւ կինո երաժշտություն է գրում, ինքը շատ հայտնի երաժիշտ է, բայց իդեան այնա որ ընդգրկենք մեր ժյուրիների կազմում ոչ միայն ռեժիսորներին ու օրինակ պրոդյուսերներին, բայց քանի որ կինոն դա շատ հարուստ արվեստ է, այսինքն ընդգրկում է եւ ձայն, եւ պատկեր, եւ բարձր երաժշտություն, եւ ամեն ինչ, արվեստի բոլոր ճյուղերի համադրությունն է։ Այո, համադրությունն է, դրա համար մենք փորձեցինք այս տարի ժյուրիում ընդգրկել տարբեր մասնագետներին, բայց բացի դրանից Մալուֆը ունենալու է իդեպ երիտասարդների շրջանակներում շատ մեծ ոգևորություն է, որ գալու է երաժիշտը եւ նաեւ լինելու է համերգ ամսի 15-ին, առանձին համերգ իր խմբով, ինքը Լիբանանից է, բայց Ֆրանսիայում է ապրում եւ լինելու է նաեւ համերգ, բացի, այսինքն Ոսկե Ծիրանը ընդլայնում է շրջանակը, բացի ֆիլմերի այո, բացի ֆիլմերի ցուցադրություններից, այսպես ասած side event-ները մենք նաև փորձում ենք ներառել արհեստական բանականության այդ նոր ճյուղերը, հա, աշխատարաններ տարբեր, որովհետև շատ կարևոր մասն է Ոսկե Ծիրանի կազմում Գայիվ Պրո, այսպես ասած արտադրական հարթակը, իդեպ Ոսկե Ծիրանը միշտ մեծ ուշադրություն է դարձրել պրոյեկտների զարգացմանը եւ հայաստանյան պրոյեկտներին, ռեժիսորներին ներկայացնելու դրսի պրոդյուսերներին, այդպես հարթակա, որտեղ զարգացնում են իրենց իդեաները, սցենարները եւ աշխատում են դրսից եկած մարդկանց։ Շատ լավ, Տիկին Հարությունյան, լավ բան նշեցիք, որ նաեւ ինտեգրում է այդ ամբողջ process-ները, նույնիսկ մաստեր կլասներ են տեղի ունենում, իրականացվում են դասընթացներ, այսինքն անուղղակի կերպով սա նաեւ կրթական գործողություն է իրականացնում եւ սա ուղղակի եւ անուղղակի, այո, նաեւ կրթական ծրագրեր եք իրականացնում նորաստեղծ ռեժիսորների եւ այլն։ Ես կուզենայի շատ կարեւոր մի հարցի անդրադառնանք եւ կարծես տրամաբանական ավարտին ենք մոտենում։ Այ դուք որպես մասնագետ, կինոգետ, ինչպես կգնահատեք հայ կինոն այժմ ինչպիսին է։ Հայ կինոն իր զարգացման շատ կարևորագույն փուլում է, որովհետև ասեմ, որ վերջի 7 տարիներում մեծ հնարավորություններ ստեղծվեցին այդ համատեղ արտադրության հետ կապված, նաև ֆինանսավորումը ճիշտ բաշխելու այդ համակարգը ներդնելու ու այդ առումով վերջի տարիներին հայտնվեցին շատ հետաքրքիր ռեժիսորներ, օրինակ նույն Թամարա Ստեփանյանը, որը առաջի ֆիլմերը ցույց տվեց Ոսկե Ծիրանում եւ ոչ միայն Ոսկե Ծիրանում, բայց նաեւ Ոսկե Ծիրանում մրցանակ ստացավ, աշխատարաններին մեր մասնակցեց, իր պրոյեկտները ներկայացրեց ու հիմա դուրս եկավ արդեն եվրոպական այսպես ասած ասպարեզ, նույն Իննա Սահակյանը, որը էլի մեր մրցանակակիրեր իր առաջի վավերագրական ֆիլմերով, հետո ինքը մեծ հաջողություն ունեցավ Ավրորայի լուսաբացով, այդ ֆիլմը, որը նաև Ոսկե Ծիրանում ստացավ եւ իդեպ Ավրորայի լուսաբացը նաև առաջի իր դրամաշնորհը զարգացման, էլի Ոսկե Ծիրանում ստացավ, հիմա վերադառնում է իր նոր ֆիլմով Երևանի ծերանոցի մասին շատ հետաքրքիր ֆիլմով, որը մեր միջազգային մրցույթի մեջ է եւ կարող եմ էլի անուններ ասեմ։ Չնշենք, որ անակնկալները լինեն գնան կինոթատրոններ դիտելու։ Ամբողջը չնշենք։ Ես նաեւ ուզում եի նշել, որ նոր սերունդ է, վերադառնանք այն մեր թեմային, նոր սերունդ է գոյատ, այսինքն արդեն ի հայտ եկել ռեժիսորների, որոնք ավելի համարձակ են գուցե իրենց մտքերում։ Եվ համարձակ են եւ արդեն դրսի
հետ լավ կապեր ունեն եւ նաեւ օգտագործում են Ոսկե ծիրանը որպես հարթակ իրենց պրոյեկտները ներկայացնելու հիմնականում վավերագրական ֆիլմերը, նույն Թամարա Ստեփանյանի ֆիլմը իր առաջի խաղարկային ֆիլմ է։ Ու մենք ունենք նաեւ շատ կարեւոր կարճամետրաժ ֆիլմերի, հայկական կարճամետրաժ ֆիլմերի կորիզ ծրագիր, մրցույթային ծրագիր, որտեղ փորձում ենք այլ երիտասարդներին, որ առաջի քայլեր են անում, ինչպես օրինակ մի 10 տարի առաջ նույն Թամարա Ստեփանյանը, Իննա Սահակյանը, Իննա Մխիթարյանը եւ այլոք իրենց հարթակ տրամադրենք ու ինտեգրենք միջազգային կինո ինդուստրիային, այդպես ասա։ Դրա համար հրավիրում ենք պրոդյուսերներ, դրա համար փորձում ենք նաեւ մեր Սփյուռքի շատ հայտնի կինոգործիչների հետ համատեղ այսպես հնարավորություն ստեղծել, որ սկսեն աշխատել, ես ասեմ, որ նաև Սփյուռքի հետ այդ կապը կարևորում ենք շատ ու այս տարի մենք ունենալու ենք հատուկ հյուրեր Սփյուռքից ու այն անունները, որոնք ոչ թե մնացել են ոնց որ հայկական շրջանակում, այլ դուրս են եկել իրանց երկրների ամենաբարձր պրոֆեսիոնալ կինո հարթակներ, օրինակ Սև Օհանյանը, որը վերջի տարին է, այսինքն այս տարի Օսկարում իր Մեղսավորները Sinners ֆիլմը ռեկորդակի 16 Այսինքն ստացվում է Ոսկե ծիրանից կտրուկ կարող տեղափոխվել նաև Օսկար, այսինքն այդքան մեծ տրամպլին է ու այդքան մեծ աշխատանք է իր մեջ պարունակում Ոսկե ծիրանը։ Սև Օհանյանը այստեղ է լինելու, մաստեր կլասը ունենալու, այսինքն արդեն ես ստանում եմ զանգեր, ոնց կարող ենք իրեն հանդիպենք, մեր ծրագիրը ներկայացնենք, մեր պրոյեկտը ներկայացնենք, նաև օրինակ շատ կարճ որտեղ եթերային ժամանակը սպառվում է, շատ հետաքրքիր է, բայց ամբողջ գաղտնիքները չենք բացում, որ մարդիկ գան եւ մասնակցեն, այո։ Շատ կարճ 1 րոպե ժամանակ ունի։ Բարի, եւ հյուրերից նաեւ ասեմ, որ ռետրոսպեկտիվ Պավել Պավլիկովսկու շատ մեծ անունով ռեժիսորի, որը վերջերս Կաննի փառատոնում մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար, ինքը այստեղ է լինելու, էլի մաստեր կլաս է անելու, նաեւ վերջի ֆիլմը Կաննից իրեն ցուցադրվելու է եւ նաեւ նախորդ ֆիլմերը ուզում եմ ասեմ շատ անակնկալները բազմաթիվ են, ես արդեն վստահ եմ։ Խնդրում եմ հետևեք ծրագրին, որը վեբսայթի վրա դրված է, մեր կայքում եւ շատ ակտիվ է մեր Instagram-ը եւ Facebook-ը, խնդրում եմ հետևեք եւ եկեք համեցեք։ Եկեք։ Շատ շնորհակալ ենք Տիկին Հարությունյան, Ոսկե ծիրանին բազմաթիվ կանաչ ճանապարհ ենք մաղթում եւ շնորհակալ ենք հանգամանալից ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Շնորհակալ։ Այսքան այժմի համար կհանդիպենք։